Վեհապար Հայրապետը երկրում չէ, հավանաբար այս պատճառով Թափորի հետ չէ այս պահին։ Ասաց մեր հանապատոր, թող մեզ այսօր, և թող մեզ սպառնիս մեր, որպես մենք թողունք մերոս պարտապանած, և մի տանիրս մեզ իփորձություն, այլ փրկյաց մեզ իչարը, Զիք ու երկայություն և զորություն և փառք հավիտյանս ամեն։ Փոքրոց հանգուցելոց է Քրիստոս Աստվածարը հանգիստ և ողորմություն և մեզ մեղավորացել շնորհի աղթողություն հացավաց։ Եվ ևս խաղաղությանս էր աղաչեսուկ, վաստանգությալ հոգվոս աղաչեսուկ ըսպրկիչը մեր Քրիստոս, Սիզնոսան դարդարսն դասեսը ևս մեզ կեցուս է շնորհի ողորմության յուրով, ամենակալներ Աստված մեր կեցո և ողորմյա։ Տեր ողորմյա, Տեր ողորմյա, Տեր ողորմյա, Քրիստոս որդի Աստծո, անոխակալ և բարեգութ, գտա քո արարչական սիրո վտի հոգի սանգուցյալ ծառայից քոց, և մանավանդ ի հոգիս զավակած ազգիս հայոց, որ նահատակեցան վասն պաշտպանության հայրենյաց և վասն հավատընթացս Մայիսյան հերոսամարտից, իշահավոր մեծի գալստյան արքայության քո, արա արժանի, ողորմության, քավության և թողության մեղած, դասավորյալ պայծառացո անցուփս քո հաճակողմյան դասում, զիդու ես Տեր և արարիչ ամենեցում, դադավոր կենթանյաց և մեռելոց, և քեզ վայել է փառք, իշխանություն և պատիվ, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից ամեն։ Օրհնյալ Տեր Հիսուս Քրիստոս ամեն, հայրներ, որ երկինս ես, սոր գեղեցի անուն քո, եկես է արկայություն քո, եղիցին կամ քո, որպես երկինս և երկրի, ըսած մեր հանապազով, թող մեզ այսօր, և թող մեզ սպառնիս մեր, որպես մենք թողունք մերոս պարտապանած, և մի տանիրս մեզ իփորձություն, այլ փրկյաց մեզ իչարը, Զույր արկայություն և զորություն և փառք հավիտյանս ամեն։ իշատակն արդարոց եղեցիով։ ամեն։ Աստված օգնական Սրբազան հայր։ Պայմանավորված Վեհապար Հայրապետը այս տարի չի մասնակցում։ Վեհապար Հայրապետը այս պահին բեռնում է, որ եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախաձեռնությամբ միջազգային կոնֆերանս է հրավիրված Արցախի պատմական կրոնական հուշարձանների պահպանության նյութի շուրջ։ Այս տարի ևս հոգևոր դասը իշխանության հետ չմասնակցեց։ Մենք միայն այս տարի չէ։ Այս տարի ևս նախորդ տարի ևս հրավեր չէիք ստացել, թե չէիք ցանկացել մասնակցել։ Չէ, մենք հրավեր չենք սպասում։ Բայց չէիք ստացել։ Ոչ։ Ավելի հիշում ենք նախորդ տարի կաթողիկոսի մուտքը մենք ոչնդոտել։ Դե անցյալ տարի էր դա, չգիտեք։ Ես իմացա։ Իսկ այդ իրադարձություններից հետո եկեղեցու եւ իշխանության միջև հարաբերությունները ինչ փուլում են գտնվում, հաշվի առնելով, որ նաեւ մասնակցեց Նիկոլ Փաշինյանը Միրոնորմեքի արարողությանը։ Նույն փուլում։ Այսինքն հարաբերություն չկա։ Նույն փուլում են գտնվում հարաբերություններն այնքանով են, ինչ որ աշխատանքային հարաբերություններ կարող են եղել։ Բայց Վեհապարը չի մասնակցում պետական արարողակարգերին, հրավեր չի ստանում, թե ինքը չի ցանկանում մասնակցել։ Եթե չի մասնակցում, ուրեմն պատճառները կան։ Ինչ պատճառներ կան։ Եկեղեցին շարունակում է պահանջել Փաշինյանի հրաժարականը։ Սիրելիս, եկեղեցին իր կարծիքը երբևէ չի փոխել, ուրեմն ինչի եք ամեն անգամ նույն հարցը տալիս։ Սրբազան հայր Նոր հարցեր մտածեք։ Նոր հարցեր մտածեք։ Սրբազան հայր համընդհանուր է ուրացման ֆոնին, հատկապես Արցախ ուրանալու ֆոնին, հայկական Արցախի էջը վերաբացելու տեսլականը որն է Մայրաթորի։ Ես չեմ կարող ասել Մայրաթորի տեսլականը։ Ձեր տեսլականը որն է։ Ես չեմ կարող դրա մասին ասել։
Ամեն դեպքում տեսնում եք հեռանկար, որ հայկական Արցախի էջը կվերաբացվի։ Ամեն պարագային երբևէ չենք հուսալոքվում, ամեն պարագային երբևէ չենք մոռանում ու չենք մոռանա, իսկ թե ինչ կլինի, որևէ մեկ այսօր չի կարող զարգացումների մասին խոսել։ Սրբազան հայր նաև այսօր իշխանությունները ձեզ բավարար ջանքեր թափում են Արցախի մշակութային կոթողների, եկեղեցիների ժառանգությունը գոնե փրկելու համար։ Կարծում եմ ես ձեզնից պիտի իմանամ։ Իսկ եկեղեցին կարող է այսօր ունի այդ ուժը լինելու մերանը, համախմբելու մեր ազգին, որովհետև տեսնում եք ինչ պառակտվածություն կա ազգի մեջ։ Եկեղեցին միշտ է համախմբման է եղել եւ դրա համար եկեղեցին երբևէ քաղաքականությամբ չի զբաղվել, որովհետեւ դա կուսակցական գործ է։ Եկեղեցին մշտապես եղել է վերկուսակցական եւ մնում է ամբողջ մեր ազգի համար, մեր բոլոր զավակների համար, անկախ իրենց կուսակցական գաղափարական պատկանելությունից, եւ եկեղեցին մշտապես ջանք է դնում, որպեսզի մեր ազգը միավորված ու միահամոտ լինի։ Որքան նրանից որ հոգևոր դասին, հոգևոր էլիտային ուզում են ծնկի բերել այս իշխանությունները։ Գիտեք ինչ պատմության ընթացքին այնքան փորձեր են եղել։ Սկսած բյուզանդական կայսրության, պարսկական, ակկոյունլու, կարակոյունլու, թե մոնղոլ թաթար, բոլորն էլ արաբներ, բոլորն էլ ինչ-որ ցանկություններ ունեցել են, բայց տեսնում եք եկեղեցին երբեք ծնկի չի իջել։ Այս իշխանությունների մոնղոլ թաթարների Երբեք եկեղեցին ծնկի չի իջնի մարդու առջև։ Հիշեք Վասկեն կաթողիկոսը մի շատ լավ խոսք ուներ. եթե դու չես ուզում ծնկի իջնել Աստուծո առաջ, ստիպված կլինես մարդու առաջ ծնկի իջնել։ Միայն այդ դեպքում։ Շնորհակալ